Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Մեր հայրենակիցը լինելով ազգային ազատագրական պայքարի մասնակից, հետագայում 1920-40-ական թվականներին Սփյուռքում հայապահպանության եւ ազգային հասարակական քաղաքական կյանքում ունեցավ կարևոր դերակատարություն։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Միհրան Տամատյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Ելցինի ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող պատմական գիտնի դոկտոր Սուրեն Սարգսյանը եւ պատմաբան Արման Սարգսյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Միհրան Տամատյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Հասարակական քաղաքական գործիչ, գրող եւ մանկավարժ Միհրան Տամատյանը ծնվել է 1863 թվականին Կոնստանտնուպոլսում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի Սուրբ Հակոբ դպրոցում, ապա ավարտել Վենետիկի Մուրադ Ռափայելյան վարժարանը, որտեղ աշակերտել է Ղևոն Դալիշանին։ 1880-ից 83 թվականներին եղել է ուսուցիչ Կոնստանտնուպոլսում, ապա Ադանայում։ 1884 թվականին Մուշի Ներսիսյան դպրոցի տեսուչ, ուր հիմնել է գաղտնի կազմակերպություն, ապա աշխատել է Պոլսի Օրթագյուղի վարժարանում։ 1889 թվականին Համբարձում Պոյաչյանի հետ անդամակցել է Հնչակյան կուսակցությանը։ 1890 թվականին Պոլսում Գում Գափուի ցույցին մասնակցելու համար հալածվել է։ 1891 թվականին Սասունում նախապատրաստել է ինքնապաշտպանություն։ 1893 թվականին ձերբակալվել է եւ 1 տարի բանտարկվել Պոլսում։ 1894 թվականին փախել է բանտից եւ 1895 թվականին կազմակերպել Բաբա Ալիի ցույցը, որի նախօրեին խուսափելով ձերբակալումից հեռանում է Աթենք։ 1896 թվականին Լոնդոնում եղել է Հնչակյան կենտրոնի անդամ։ 1897 թվականին հեռացել է այդ կուսակցությունից։ 1898 թվականից բնակվել է Ալեքսանդրիայում, աշխատել հաշվապահ։ 1904-ից 17 թվականներին եղել է Ալեքսանդր Մանթաշյանցի ընկերության համարակալ։ 1908 թվականին հիմնել է հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունը։ 1915 թվականին Կահիրեում Արև թերթը, որը լույս է տեսնում մինչ օրս։ 1918 թվականին նշանակվել է Կիլիկիո լիազոր ներկայացուցիչ եւ ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած ազգային պատվիրակության կազմում։ Փորձել է Կիլիկիայում ստեղծել հայկական ինքնավար պետություն։ 1920 թվականի օգոստոսի 4-ին Ադանայում հռչակում է անկախ հանրապետություն, ինքնավար Հայաստան։ Սակայն թուրքամետ ֆրանսիական իշխանությունները ցրում են Տամատյանի կառավարությունը։ 1921 թվականին Եգիպտոսում ընտրվել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնի անդամ, ապա նախագահ։ Մահացել է 1945 թվականին Կահիրեում։ Հեղինակ է Հալեպի որբերի ընդհանուր միության քայլերգի, բանաստեղծությունների, հուշերի, կատարել է թարգմանություններ։ Պարոն Սարգսյան, Սփյուռքում մասնավորապես քաղաքական կյանքում կուսակցական գործիչները որպես կանոն գրեթե հիմնականում բավարարվել են զուտ իրենց կուսակցական գործունեությամբ։ Սակայն այդ գործիչների շրջանակում եղել են նաև այնպիսիք, ովքեր այդ կուսակցական գործունեությունից զատ զբաղվել են նաև մեր համազգային կամ ներազգային տարբեր բնակավարներում իրենց դրսևորել են եւ իմ կարծիքով այդպիսի եզակի գործիչներից է նաև մեր այսօրվա հայրենակիցը Միհրան Տամատյանը։ Իսկապես Միհրան Տամատյանը մեր այն եզակի գործիչներից է, ցավոք սրտի, որի մասին ուսումնասիրությունները շատ քիչ են կամ կոնկրետ մեզանում չկան Արևելյան Հայաստանում, եթե այսպես տարբերակենք, եթե բացառենք Սփյուռքում Տեփոյանի գրած միակ աշխատությունը։ Այսինքն Սփյուռքում էլ ընդամենը մեկ աշխատություն կա եւ մամուլում այսպես տարբեր Օբելյանների արդիվ փոքրիկ հոդվածներ, հուշեր ավելին չկա, բայց երբ խորամուխ ես լինում եւ փորձում ես ավելի մոտիկից ճանաչել, գիտեք, առանց չափազանցելու ասեմ, որ Միհրան Տամատյանը գործիչ էր, որը ոչնչով չէր զիջում այնպիսի պայծառ նվիրյալի, ինչպիսին էր, ասենք, Հրայր դժոխքը։ Իդեպ նրանք համագործակցել են եւ միակարծիք են եղել ֆիդայական
պայքարը մերժել են որպես այդպիսին պարտիզանական ռազմավարության այո եւ այդ մեծության գործիչը մի տեսակ մնացել է ստվերում ստվերում մնալու այդպես արտաքին տվյալներ էլ չունենալով հանդերձ եւ նրա գործունեությունը չգիտես ինչու ինձ համար այդպես էլ հանելուկ է մնացել ես շուտով մենագրությունը կհանձնեմ նրա մասին ստվարածավալ մենագրությունը ընթերցողի դատին, բայց ասեմ ձեզ, որ Տամատյան գործիչը մեր այն բացառիկ դեմքերից է, որի մեջ զուգորդաբար հավասարազոր առաջ են քայլել եւ մարտիկը, եւ տեսաբանը, եւ կազմակերպիչը, եւ գաղափարախոսն ու քարոզիչը։ Մենք շատ չունենք այդպիսի գործիչներ, բայց չգիտեմ ինչու կրկին դեռևս այս հարցի պատասխանը չունեմ, թե ինչու է մնացել ստվերում, այնպես որ մեր մեծագույն գործիչներից մեկն է առանց որևէ կասկածի։ Հուսանք նաև Արարատ հեռուստաընկերության եթերում այս հաղորդման ընթացքում եւ ձեր շնորհիվ մեր հայրենակիցները կծանոթանան եւ կիմանան ժամանակին մեծ վաստակ ունեցած մեր հայրենակցի մասին։ Պարոն Սարգսյան, Միրան Տամատյանը փաստորեն աշակերտական կամ պատանի հասակից դեռևս Վենետիկում սովորելու տարիներին Ալիշանից ստացավ այդ հայրենասիրության առաջին դասերը մուշում դպրոցի տեսուչ գաղտնի կազմակերպությունների հեղափոխական կառույցներում սկսեց ընդգրկվել գումքափույց ցույց, մյուս ցույցեր, Սասունյա ապստամբություն այդ շրջանը խնդրում եմ ներկայացրեք Միրան Տամատյանը 1884-ից 88 թվականներում երբ աշխատում էր ուսուցիչ, վարժարանի տնօրեն ավելի կոնկրետ այդ ժամանակաշրջանում ինքը զգաց հայ ժողովրդի ծանր լուծը, որոնք նրանք ապրում էին, զգաց, որ առանց լուրջ պայքարի այլևս անհնար է գոյատևել եւ շարունակել հայ ազգի անխաթար գոյատևումը։ Դա էր սկիզբը, խթանը, որի հետևանքով նրանք մի շարք ընկերներով ստեղծեցին ազգագրական խմբակ, որը հետագայում պետք է դառնար կուսակցություն, դառնար քաղաքականային կազմակերպությունը, որոնք պետք է գլխավորեին ազգագրական պայքարը։ 1890 թվականին Գունգափու թաղամասում տեղի ունեցած հայտնի ցույցի կազմակերպիչներն էին հենց Միրան Տամատյանը եւ մի շարք այլ ժամանակաշրջանի հնչակյան գործիչներ, երբ Կիրակնորիա հերթական պատարագի ժամանակ նրանք ներխուժում են եկեղեցի եւ բեմից իրենց ներկայացնում են իրենց պահանջները բարեփոխումների հետ ուղղված եւ ստիպում են պատրիարքին, պատրիարք Աշիրյանին իրենց հետ միանալ եւ այդ պահանջները ներկայացնել բարձր դրանը։ Սակայն նրանք այդպես էլ բարձր դուր չեն հասնում, քանի որ զինված ջոկատը նրանց կանգնեցնում է եւ երկուստեք մեծ կորուստներ են լինում։ Իհարկե, ստեպքերի հետ կապված կարծիքները երկփեղկվում են։ Մի դեպքում ասում են, որ հատկապես Սփյուռքում բնակվող պատմաբանները կարծում են, որ սա էր պատճառը, որոնք հետագայում բերեցին մեծ ջարդերի, իսկ հատկապես արևմտաբնակ պատմաբանները կարծում են, որ սա մի յուրատուկ տեսակ էր ազգային, այսպես ասած, ոգին բարձրացնելու համար։ Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնենք ժամանակի հեռավորությունից, որ այդ ցույցերը, պայքարի այդ ձևերը տեղի են ունենում Աբդուլհամիդյան այդ դաժան բռնակալության պայմաններում եւ որևիցե ազատության նշույլ անգամ չկար։ Ըստ էության այդ ցույցերը չէին, որոնք տանում էին ջարդերի, դրանք նախորդ պետականորեն կազմակերպված գործողություններ էին, որոնք ըստ էության լինելու էին, այսպես թե այնպես։ Լինեին այդ ցույցերը թե ոչ։ Դրանք ընդհանրապես առիթ էին, բայց ոչ պատճառ։ Շնորհակալություն։ Մեր ժողովրդի քաղաքական պատմության կամ կուսակցությունների պատմության ընթացքում մի այնպիսի կուսակցություն, ինչպիսին էր հայ սահմանադիր ռամկավար կուսակցությունը, նույնպես կարծես թե ստվերված է կամ մոռացության է մատնված, մինչդեռ այդ կուսակցության հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկը, դուք ավելի ճիշտ կասեք, հենց նույնպես Միրան Տամատյանն է։ Ժամանակին, երբ ես ֆակուլտետը ավարտեցի, համալսարանն ավարտեցի եւ ընդունվեցի ասպիրանտուրա, դե տեխնացուական թեզի թեմային հաստատում
բոլորը սպասում են, որ ես պիտի անպայման զբաղվեմ արմենականներով, բայց իմ երջանկայի շտակ ղեկավար ակադեմիկոս Լենջուշ Խուրշուդյանը ասեց, գիտես, արմենականը մի քիչ շատ հոլովված է, թեև նրա մասին աշխատություն չկա, բայց շատ հոլովված է։ Գոնե արմենականների անունը գիտեն։ Անունը գիտեն ժողովուրդը, այո։ Դու խելացի մարդ ես, գրի մի այնպիսի թեմա, որը ընդհանրապես տրորված չէ եւ գնա բացիր քո արահետը պատմագիտության մեջ։ Նա այսպեսի մի խոսք ուներ, ասում էր դու ուզում ես գիտությունների տեխնացու դառնաս, թե գիտնական։ Դա տարբեր արժեքներ է։ Եվ սկզբից իհարկե մտավախություն կար, բայց Փառք Աստծո կարողացա հաղթարել այդ դժվարությունը եւ աշխատանք գրեցի հայ ոչ թե սահմանադիր, այլ սահմանադրական ռամկավար մասին բարի արտաբերումը բառաձևը ինքնին ասում է, նա ոչ թե սահման դրող է, այլ սահմանադրական է, սահմանադրության արդյունք է։ Անկասկած այս կուսակցության ակունքներում կանգնած է մեր այսօրվա հերոսը Միրան Տամատյանը, ավելին ասեմ ձեզ, նրա ծրագիր կանոնագիրը ամբողջությամբ գրել է, գոնե նախագիծը գրել է ինքը Միրան Տամատյանը։ Պարզապես որոշ հավելումներ է արվել Վահան Մալեզյանի կողմից եւ այդ կուսակցության ծրագիրը որպես մեր քաղաքական կյանքի կարևորագույն հուշարձաններից մեկը նրա մտքի ու գրչի արգասիքն է։ Սահմանադրական ռամկավար կուսակցությունը իր ակունքներում սերում էր արմենականներից եւ վերակազմյալ հնչակյաններից, դրանց միախառնուրդն էր եւ նրանց միաձուլման գործընթացներ ընթանում Կահիրեում եւ Ալեքսանդրիայում միաժամանակ բանակցություններ էին ընթանում, միավորման հարցի շուրջ հենց այդ պահին 1908 թվականին ամռանը տեղի ունեցավ երիտուրքական հեղաշրջումը եւ այդ բանակցություններն էլ կարծես թե հեղաշրջվեցին, այսինքն մտածեցին, որ ակունքներում կանգնած մեր Միրան Տամատյանի, հերոսի առաջարկությամբ կուսակցությունը դարձնել լեգալ, որ ինչու, որովհետև Թուրքիայում հռչակվեցին քաղաքական։ Այսինքն այդ Օսմանյան բռնապետական իշխանությունների պայմաններում ստեղծվեց քաղաքական կուսակցություն։ Օսմանյան բռնապետությունը գոնե թվացյալ երիտուրքական հեղաշրջման արդյունքում վերափոխվեց, հռչակվեցին դեմոկրատական ազատություններ, ազատություն, հավասարություն, եղբայրություն եւ այլն, եւ նրանք փորձեցին հարմարվել, ադապտացվել այդ կարևոր էական փոփոխությանը եւ գործել սահմանադրական համակարգում որպես քաղաքական կառույց։ Իսկ դրանում չվախենալով կրկնվելուց ասեմ, որ Միրան Տամատյանի ներդրումը անփոխարինելի է։ Մի այլ գործի չկա այս առումով, որ կանգներ նրա կողքին։ Միրան Տամատյանը նաև խմբագիր է եղել, ինչքան տեղյակ եմ, Կահիրեում Արև թերթն է հիմնադրել, որը կարծեմ մինչև հիմա հրատարակվում է արդեն երևի շուրջ 100 տարի։ Ավելի քան 100 տարի։ Ավելի քան 100 տարի։ Բացի իր քաղաքական գործունեությունից ինքը նաև եղել է թերթի խմբագիր, եղել է նաև թարգմանիչ, բանահյուսության բավականին շատ նյութեր է թարգմանել հայերեն լեզվով, նաև ստեղծված քաղաքական իրավիճակում Միրան Տամատյանը եւ Սահմանադրական ռամկավար կուսակցության մի շարք այլ գործիչներ եւս գտան, որ անհրաժեշտություն կա սեփական թերթ ունենալու եւ 1915 թվականին հատկապես Միրան Տամատյանի գլխավորությամբ նախաձեռնեցին սեփական թերթ ունենալու այս ծրագիրը եւ հիմնադրեցին Արև թերթը 1915 թվականին։ Արդեն 100 տարի լրացել է։ 100 տարին ասած տարի։ Ներողություն, ասեմ ձեզ, որ անցյալ տարի բավականին մեծ շուկով Եգիպտոսում տոնվեց թերթի 100-ամյակը, ես էլ հոդված էի գրել Հոբելյանական շնորհավորանք եւ այլն, ինձ հրավիրել են տոնակատարությանը, պարզապես առողջական խնդիրներ կային, ես չկարողացա մասնակցել, բավականին ներկայացուցչական կազմով թերթի 100-ամյակը նշվեց, ընդ որում ոչ միայն ռամկավարական շրջանակները, այլ նաև մեր Հոիդա, Հնչակյան եւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքային, իշխանական եւ այլն մասնակցել էին եւ բոլորը միակարծիք էին այն առումով, որ Արևը իր շողերով ջերմացրել է 100 տարի եւ հույս էին հայտնում, որ այսուհետ եւս կջերմացնի։ Ավելացնեմ, առիթը ներկայացել է, որ Արևը ուներ նաև իր արաբալեզու հավելվածը, որը գրեթե ինքնուրույն
պարբերական էր։ Այսինքն նաև այդ քարոզչական օտարշրջանակներում քարոզչական կարևոր դերակատարություն Եվ արևը պատմագիտության առումով էլ բավականին լուրջ ներդրում ունի, ինչու, որովհետև շատ հուշեր պատմագիտական եւ այլն ոչ ծավալուն նյութերով շատ հարուստ է։ Իդեպ արևը ամբողջովին թվայնացված է, ես մի օրինակ ունեմ եւ ցանկացած Այսինքն բոլորին մեր հայրենակիցներին հասանելի է համացանցում օգտվել այդ թերթի հավաքածուից։ Այո, համացանցում էլ կա, առանձին էլ կա, թվայնացված է եւ այդ գողտրիկ, մեր գեղեցիկ գողտրիկ նրբազգաց պարբերականը մինչև այսօր էլ գործում է, ցավոք այսօր եգիպտահայ գաղութը մեծականակ չէ, բայց այնուամենայնիվ դեռևս կանգուն է ու քայլում է առաջ։ Պարոն Սարգսյան, սեղանին տեսնում եմ գրքեր, դրանք կարծեմ Միհրան Տամայցյանի հուշերն են։ Մեկը հայրենակիցներին այդ հուշերը ընդհանուր գծերով ներկայացրեք։ Մեկը Միհրան Տամայցյանի հուշերն են, իսկ մեկը քիչ առաջ հիշատակված Տեփոյանի աշխատություն է նվիրված Միհրան Տամայցյանին։ Ինչ վերաբերում է հուշերին, մեզանում ուրեմն մեր շատ քաղաքական գործիչներ երբեմն մնացել են ստվերում նաև իրենց մեղքով։ Տեսեք, եթե համեմատել ունենք մեր ամենաուժեղ քաղաքական կառույցի Ավելի ճիշտ ոչ թե իրենց մեղքով, այլ իրենց համեստության պատճառով։ Համեստության եւ հնարավորությունների չլինելու եւ այլն։ Բայց գոնե որոշ չափով մենք Տամայցյանի առումով ունենք, իդեպ ասեմ հուշերը գրվել են մոտ 6 տարվա այսպես պատմությունները կան, այնուհետև ընդհատվում են եւ վերջին 2-3 տարվանն են ցավոք սրտի ամբողջական չեն եւ այս պատարիկներն են շատ խոսուն եւ ներկայացնում են մեր ուրեմն հերոսին ամենադրական, ամենալայն, այսպես ընդգրկուն կողմերով։ Իդեպ ասեմ, մենք շատ ենք շեշտում պատմագիտական նրա արժեքը եւ նրա քաղաքական հասարակական գործունեությունը, բայց առիթը ներկայացել է ասեմ, որ նա տիրապետում էր 7-8 լեզվի։ Հրաշալի խոսում էր հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն եւ այնքան հրաշալի, որ այդ լեզուներով էլ էր ստեղծագործում։ Բավականին ազատ տիրապետում էր նաև իտալերենին, իսպաներենին եւ այլն։ Եվ այսքան բազմաժանր, բազմալեզու հնարավորություն տեր մարդը զբաղվում էր նաև բառարանագիտությամբ, գրել է մի շարք ուրեմն չափածո եւ արձակ ստեղծագործություններ եւ այս ամենով հանդերձ նա միշտ մնացել է մարդկային արժեքների բարձունքում։ Իր տեսքը, այսպես առնական, իր քաղաքական, հասարակական գործունեությունը, մարդը, որ մի քանի անգամ կրել է թուրքական բանտերի դաժանակիր այդպես ազդեցությունը, դատապարտվել է մահվան վերջին հաշվով եւ ամեն անգամ իդեպ դիպվածով, երջանիկ դիպվածի արդյունքում է նա փրկվել, այդ նույն մարդու ստեղծագործությունները երբ կարդում եք, տեսնում եք, թե ինչքան նուրբ ու քնքուշ հոգի ունի։ Իսկական հայ է։ Դե կյանքի այդ դաժանությունները ամենևին էլ չեն կոտրել բացարձակապես։ Եթե ժամանակ ունենանք, ես մի դիպված կպատմեի մասոնականության, նրան ձերբակալում են Ռումինիայում եւ հետ են ուղարկում դեպի Կոստանդնուպոլիս եւ շոգենավի մեջ Տամայցյանը շփոթված, չգիտի ինչ անի, երկու հոգով էին եւ նա այսպես նստած նայելուց է եղել, իսկ նավի փոխկապիտանը մտնելով, տեսնելով այդ վիճակը, օգնում է նրան ի վերջո մանրամասներ փրկում է նրան մի այլ շոգենավով Իտալիա ուղարկում, բանից պարզվում է, որ կապիտանը եւ նրա տեղակալը մասոններ են, իսկ այդ շարժումը նշանակում է օգնություն եմ խնդրում։ Թեև նա հետագայում Տամայցյանից հարցնում է, նա ասում է, չէ, մասոն չեմ, բայց արդեն սկսել էր վերջացնում է իր բարի գործը։ Միհրան Տամայցյանի քաղաքական գործունեության առավել կամ հիշատակության արժանի դրվագներից է Կիլիկիայի շրջանում նրա գործունեությունը, Կիլիկիայի հայության ներկայացուցիչ էր լիազոր ազգային պատվիրակությունում եւ 20 թվականին Եղեռնից ցեղասպանությունից հետո ղեկավարեց Կիլիկիայում անկախ հանրապետության հռչակման գործընթացը։ Ճիշտ է, շատ չափից դուրս շատ կարճ կյանք ունեցավ, բայց դա արդեն ինքնին կարծես թե երևույթ էր։ Այո։
Երբ 1919 թվականին Միրան Տամատյանը ազգային պատվիրակության կողմից նշանակվեց Կիլիկիայում որպես ներկայացուցիչ, այս ժամանակաշրջանում ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության համաձայն Կիլիկիան պետք է ստանար ինքնավարություն Ֆրանսիայի հովանու ներքո։ Սակայն քաղաքական իրավիճակը հետագայում փոխվեց եւ 1920 թվականին Ֆրանսիան արդեն քիչ-քիչ հեռանում էր Կիլիկիայից։ Այս ժամանակաշրջանում մի շարք գործիչներ Միրան Տամատյանի գլխավորությամբ իհարկե 1920 թվականի օգոստոսի 4-ին հռչակում են Կիլիկիան անկախ Միրան Տամատյանը վարչապետի պաշտոնում եւ ձևավորվում է կառավարություն։ Այսինքն մի անկախ հայկական հանրապետություն էլ Կիլիկիայում ենք ստեղծում։ Փաստորեն կա այդ հատվածը, իհարկե ընդամենը մի քանի ժամ է տևում այս անկախությունը, որովհետեւ Ֆրանսիային արդեն քաղաքականապես ձեռնտու չէր Կիլիկիայի ինքնավարությունը թուրքերի հետ իրենց դավերենությունը սկսել էին։ Այո։ Շահերը արդեն չէին համընկնում Կիլիկիայի եւ Ֆրանսիայի, ուստի ֆրանսիացի գնդապետ Պրեմոնի հրամանով զինված ճնշում են այս անկախության հռչակումը եւ թեև մի քանի ժամ է տևում, բայց ամեն դեպքում մենք պատմության մեջ ունենք Կիլիկիայի անկախություն եւ հետագայում Տամատյանի մասին պատմում է, որ ամեն տարի օգոստոսի 4-ին ինքը առանձնանում եւ հիշում էր այս անկախության այդ դեպքը ու այդ ամբողջ օրը ինքը առանձին իր հուշերի մեջ էր լինում։ Եվ ֆրանսիացիների այդ վատությունը թող իրենց մնա, կարևոր այդ երևույթները, որ Կիլիկիայում մեր հայրենակիցները ցեղասպանությունից հետո անկախ հանրապետություն հռչակեցին։ Գիտեք, վատություն չասենք, այդպես ասպետական Ֆրանսիայի երթական քայլը, Ոչ ասպետական քայլը։ ոչ ասպետական քայլը, պրոթուրքական, մի ավելորդ անգամ, ոչ պրոթուրքական, մի ավելորդ անգամ հուշում է այն մասին, որ քաղաքականությունը երազների կամ ռոմանտիկայի, այո, շահերի դրսևորման դաշտ է եւ ոչ ավելին։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն ձեր պատրաստակամության համար մեր հաղորդմանը մասնակցելու եւ ձեր օգնությամբ այսօր Արարատ հեռուստաընկերության եթերում մեր հայրենակիցները ծանոթացան անարժան կերպով մոռացության մատնված մեր սփյուռքահայ, արևմտահայ, ապա նաև սփյուռքահայ ազգային հասարակական մտավորական գործիչ Միրան Տամատյանին։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Միրան Տամատյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։